Նարեկ Սամսոնյանի հացադուլի վերաբերյալ այսպես տարբեր կարծիքներ կային Facebook-յան ցանցերում հասարակական եւ քաղաքական գործիչների շրջանակում։ Մի մասը ասում էր, որ սա անիմաստ է, մյուսը համարվում էր, որ իշխանությունների ճնշման ձև է։ Դուք ինչպես եք սա գնահատում եւ ընդհանրապես կարծում եմ, որ Նարեկի այդ քայլը ճարահատյալ քայլ էր։ Իսկ ինչ պետք է աներ, նստեր, սպասեր 5 ամիս հետո ընտրություններ լիներ, ինչ-որ բան փոխվեր, հույս հուսալով, որ այդպես կավարտվի, կամ սպասի տեսնի, թե քաղաքական ուժերը ինչպես են պատրաստում այդ ընտրություններին եւ ինքը եւ ոչ միայն ինքը տասնյակ իր նման ակտիվ քաղաքական գործիչներ շարունակեն կալանավայրերում տանջվել, ապօրինի հետապնդումների ենթարկվել կալանքի հետ, ինչ պետք է աներ Նարեկ Սամսոնյանը։ Նա այլ տարբերակ չուներ, նա ընտրել է իր համար հասանելի պայքարի միակ տարբերակը, հացադուլն է այս պահին դա եւ իմ խորին ընկալմամբ դա ուղիղ կոչ է նաեւ մեր քաղաքական դաշտին, մեր մտավորականության էլիտաներին, հանրությանը, որ այսպես շարունակել չի կարելի, որ այս ամեն օրը, որը անտարբերություն է ըստ էության երկրում տիրող զարգացումների վերաբերյալ, ինքը բերում է նույն երկրի կործանմանը, այսինքն անընդհատ նոր կորուստներ եւ այլն։ Դրա համար ես երբեք ինձ իհարկե շատ սրտացավ լինելով, շատ անհանգստանալով Սամսոնյանի առողջության համար, բայց ինձ իրավունք չեն վերապահի կոչերով դիմել նրան։ Ճիշտ հակառակը, կոչս պետք է ուղղված լինի մեր քաղաքական դաշտի այն ակտորներին, ովքեր կարող են ինչ-որ բան նախաձեռնել, շարժումներ ձևավորել, փողոց դուրս գալ եւ պահանջել, որպեսզի երկրում վերջապես արժևորվի մարդը իր իրավունքներով, երկրում վերջապես արժևորվի մեդիան իր իրավունքներով, քաղաքական համակարգը արժևորվի եւ վաղը մյուս օր մենք ստիպված չլինենք նորից կանգնել եւ խոսել հերթական կեղծված ընտրությունների մասին, հերթական յուրացված իշխանության մասին եւ հայրենիքի տարբեր հատվածների հերթական կորուստների։ Աստղիկ Մաթևոսյանն էլ նախորդ ակցիայի ժամանակ կոչ արեց ընդդիմադիր ուժերին Նարեկ Սամսոնյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը դարձնել իրենց օրակարգը, սատար կանգնեն իրեն։ Դուք ինչ եք նկատում, կա արձագանք ընդդիմադիր դաշտի կողմից, թե ոչ։ Գիտեք, սոցիալական ցանցերում գրառումներ անելը էլի կարելի է արձագանք կոչել, բայց իմ կարծիքով դա բավարար արձագանք չէ եւ այն չէ, ինչ որ անհրաժեշտ է երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Պետք են ակցիաներ, պետք են հստակ մշակված ծրագրային քայլեր, որոնք կնպաստեն մեր երկրում օր առաջ իշխանափոխությանը։ Օրակարգում կա նման առաջարկ, քաղաքական առաջարկ կա, իմպիչմենտի առաջարկն է, կարելի է օգտագործել դա, որը արդեն իսկ խորհրդարանում ստացել է ընդդիմադիր բոլոր պատգամավորների աջակցությունը եւ ստորագրությունը, պետք է սկսել այդ գործընթացը եւ ժամ առաջ հասցնել, որպեսզի հանրության պոտենցիալով, քաղաքական ամբողջ ռեսուրսի կենտրոնացման միջոցով հասնել այդ խնդրի լուծմանը։ Ուրիշ տարբերակ չկա, իհարկե արձագանքներ կան, այո, սոցիալական ցանցերում շատ գրառումներ, հուզիչ գրառումներ եւ այլն, բայց արդյոք դա բավական է։ Իհարկե բավական չէ։ Եվ նման կառույցների դեմ պահանջներն էլ իսկապես չափից դուրս կարևոր են, որտեղ վաղը մյուս օր Եվրամիությունը կանգնելու է եւ ասելու է, որ Հայաստանում անցել է արդար ընտրություններ, ասելու է, որ ժողովրդավարության նոր ձեռքբերումներ եւ այլն նման բաների մասին է խոսելու, մինչդեռ ես վստահ եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ 26 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները արդեն կեղծված են։ Կեղծված են թեկուզ միայն այն հանգամանքով, որ ազատ մեդիայից գալիս են տեխնիկային բռնագանձում, մեդիա դեմքերն եւ քաղաքական գործիչները, ովքեր ունեն սուր խոսք եւ կոնսոլիդացնող ռեսուրս, կալանավորում են ապօրինի, համայնքապետերին են կալանավորել, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը արդեն ցավոք սրտի արդեն վերջին օրինակները չէ, որտեղ նրանց հետո եղել է նաեւ Խաչի Գալստյանի կալանավորում, բայց տեսնում ենք, չէ, այդ ընտրությունները կեղծվում են արդեն։ Եվ այսօր ես եկել եմ այստեղ նույն այս կառույցի ներկայացուցիչներին ասելու համար, որ վաղը մյուս օր դուք իրավունք չեք ունենալու խոսելու ազատ ընտրությունների մասին, ժողովրդավարության մասին։ Ավելին ասեմ, այս անտարբերությունը, այս լռությունը, որին մենք ականատես ենք լինում, ստիպում է մտածել, որ կոնկրետ կոռուպցիոն մեխանիզմներ են այստեղ տարիներ շարունակ գործել, որովհետև ծախսել են, ինչպես արդեն ակցիայի մասնակիցները ասացին, միլիոնավոր դոլարներ, որպեսզի Հայաստանում լինի ազատ խոսք, ազատ մեդիա, քաղաքական ազատ համակարգ, այդ ամեն ինչը չկա եւ լռություն է, պարզապես լռություն է, ոչ մեկ ոչ նկատել է, փորձում է դա նկատել, ոչ ինչ-որ բան դրա մասին խոսել։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, մենք պետք է լինենք փողոցներում, մենք պետք է բոլոր հնարավոր դռները ծեծենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի Նարեկ Սամսոնյանը հասնելով իր նպատակին րոպե առաջ դադարեցնի այդ հացադուլը։ Հակառակ բaragայում նորից եմ ասում, սա ուղղակի մարդու տանջելու հերթական
պրոցեսի ականատեսն ենք մենք։ Չլսված բան է հացադուլ իրականացնող քաղբանտարկյալին, որը կալանավայրում է ընդամենը հետույք բառ օգտագործելու համար տանեն պատժախոց։ Դա ինչ է։ Դա որ ժողովրդավարություն է, նույնիսկ մոդել չէ ինչ որ քաղաքական գնահատական տալ, սա բռնաճնշումներ են, սա բռնատիրության հաստատում է, ուրիշ ոչինչ։